Սպիտակ տնից մի քանի քայլ հեռավորության վրա չորեքշաբթի հնչած կրակոցները ցնցել են Միացյալ Նահանգները։ Վաշինգտոնը պաշտպանող ազգային գվարդիայի 2 զինվոր ծանր վիրավորվել է։ Կրակողը Վաշինգտոնում բնակվող աֆղանցի ներգաղթյալ Ռահմանուլլահ Լակալվալն է։ 29 տարեկան տղամարդը ձերբակալվելու պահին հրազենային վնասվածքներ է ստացել։ Նրա շարժառիթները դեռ պարզ չեն։ Մենք դեռ չգիտենք դրդապատճառը։ Շատ բան կա, որ մենք դեռ չգիտենք, բայց մենք գիտենք, որ ազգային գվարդիայի 2 զինվոր ծանր վիրավորվել է ծառայության ընթացքում։ Սպիտակ տան ղեկավարը կրակոցների պահին Ֆլորիդայում է եղել։ Թրամփը դիմելով ամերիկացիներին կրակողին անվանել է անասուն։ Այս նողկալի հարձակումը չարիքի, ատելության եւ ահաբեկչության ակտ էր։ Դա հանցագործություն էր մեր ամբողջ երկրի դեմ։ Դա հանցագործություն էր մարդկության դեմ։ Թրամփը կրկին մեղադրել է Բայդենի վարչակազմին 20 միլիոն ներգաղթյալների առջև երկրի դռները բացելու համար եւ խոստացել խստորեն պատժել բոլոր այն օտարերկրացիներին, որոնք չեն գործում իշահ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Բայդենի վարչակազմի աֆղանցիների համար մշակված հատուկ ծրագրի շահառուներ էին Աֆղանստանի այն քաղաքացիները, որոնք աֆղանական պատերազմում օգնում էին ամերիկացիներին։ Թրամփը հրամայել է վերանայել բոլոր այդ գործերը։ Միացյալ Նահանգների քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը։ Վաշինգտոնը հսկում է ազգային գվարդիայի 2200 զինվոր, նրանց թիվը 500-ով կավելացնի Պենտագոնը։ Ինչ որ մեկը որոշել է սա վերածել ազգային գվարդիայի վրա հարձակման։ Սա միայն կամրապնդի մեր վճռականությունը։ Մենք երբեք չենք նահանջի։ Մենք կպաշտպանենք մեր մայրաքաղաքը։ Մենք կպաշտպանենք մեր քաղաքները։ Վաշինգտոնում ազգային գվարդիան եւ ֆեդերալ ուժերը խստացված բարեկություն են անում օգոստոսից Թրամփի հանցավորության դեմ պայքարի շրջանակներում։ Այս որոշումը անդիմադիրները փշերով էին ընդունել։ Նրանք պնդում էին, որ դրա կարիքը չկա, քանի որ վերջին 1 տարում հանցագործությունները Վաշինգտոնում նվազել են։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։